Երկարատև դատական գործընթացներից հետո տարիներ անց դատախազությունը հրաժարվեց շուրջ 352 միլիոն դրամ արժողությամբ հայցապահանջից։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատանում կրկին լսվեց քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Ստեփանավանի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի գործը ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով։ Նրա պաշտպանի խոսքով սա իրավական առումով լուրջ նախադեպ է, որը կարող է անդրադառնալ նաև նմանատիպ այլ գործերի ընթացքի վրա։ Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականին Վերմիշյանի դեմ հարուցվեցին մի շարք քրեական գործեր, որոնք իրենց բնույթով եւ ծանրությամբ մեծ աղմուկ բարձրացրեցին հանրության շրջանակում։ Այս գործերին իրենց ժամանակին անդրադարձել էինք նաև մեր եթերում։ Այսօր տարիներ անց վերադառնում ենք այդ աղմկահարույց գործերին ներկայացնելու բացահայտումներ, որոնք մինչ այս չեն հրապարակվել։ Մենք ցույց կտանք պատմության այն հատվածները, որոնք երկար ժամանակ մնացել են ստվերում։ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի շուրջ հարուցված քրեական գործը նոր փուլ է մտել։ 2020 թվականից իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում հայտնված այս գործը վերակենդանացավ վերջերս վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկած դատաքննության շրջանակում։ Հիշեցնենք, Վերմիշյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու եւ շինարարական փաստաթղթերի օրինականացման հետ կապված չարաշահումների համար։ Ըստ մեղադրանքներից մեկին նա աշխատանքի էր ընդունել Չեռնիկովա ազգանունով քաղաքացու առանց վերջինիս փաստացի աշխատանքի ներկայանալու, պետական բյուջեից վճարելով աշխատավարձ 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի փետրվարը։ Բացի այդ, ըստ քննության Վերմիշյանն առնչվել է մի շարք կաշառքի գործարքների, շենքերի օրինականացման դիմաց գումարներ ստանալու շրջանակում։ 2023 թվականին առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց ու դատապարտեց 8 տարվա ազատազրկման։ 2025 թվականի մայիսի 27-ին գործը նոր զարգացում ստացավ։ Դատախազությունը հրաժարվեց Վերմիշյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցից, որը կազմում է շուրջ 352 միլիոն դրամ։ Բարձրաբանեն, որ նախորդ ներկայացված էցինքի վարկայի փոփոխության շնորհիվ չեն բնդում, եւ երկրորդ քաղաքացիական ընդունելով կառավարելով քաղաքացիական դատավարությունը 1949 հոդվածով դատախազությունը հրաժարվում է ներկայացրած հայցադիմից եւ նաեւ բարձրաբանեն, որ ապօրինի ծագում ունեցող բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ մասը վերաբերում է հայցապահարժից հրաժարվելու իրավական կարգավորմանը, համաձայն որի հայցապահարժից կարող է հրաժարվել ներկայացրած խանձը կամ գլխավոր դատախազի ոլորտը համակարգող տեղակալը կամ գլխավոր դատախազը։ Հետևաբար, քանի որ ես որպես իրավասու ներկայացուցիչ ներկայացրել եմ սույն հայցադիմումը, ես օրենքի իմաստով ունեմ հրաժարություն նաև հրաժարվելու հայցադիմից։ Այս հանգամանքը գնահատվեց որպես լուրջ շրջադարձ պաշտպանական կողմի համար։ Միևնույն ժամանակ պաշտպանական թիմը միջնորդել է, որպեսզի պետությունը փոխհատուցի գործով փաստաբանի վճարները, հիմնավորելով, որ հայցը եղել է անարդարացի եւ չհիմնավորված։ Վահագն Վերմիշյանը առաջին ատյանում դատապարտվել էր ավելի մեղմ, իսկ վերաքննիչում դատապարտվել է առավել խիստ, առանց պատշաճ հիմքերի եւ հիմնավորման։ Ընդ որում, տեսեք, նկարագրված են արարքներ, որպես մեկ միասնական արարք։ Վերաքննիչը առանց բողոքի առկայության դրանք դիտարկել է առանձին հանցակազմեր, պատիժ նշանակել որպես առանձին։ Հատկանշական է, որ խախտվել է նաև Վահագն Վերմիշյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու ամբողջ դատավարական կարգը, մասնավորապես անհրաժեշտ էր ԱԱԾ տնօրենի կամ տնօրենի միջնորդություն, որպեսզի կարողանան գաղտնալսել Վահագն Վերմիշյանին, մինչդեռ թույլտվություն ստացվել էր վարչության պետի մակարդակով, ինչը եւս բավականին լուրջ խախտում է, բայց թե այդ պահին թավշյա էյֆորիայի տակ ոչ մեկ կարծեք թե չեր էլ հետաքրքրում պահվում է դատավարական ընթացակարգը, թե ոչ, կարևորը քաղաքական շոուն էր, կարևորը 4 փետրվարին պետք էր ձերբակալել Վահագն Վերմիշյանին, որ փետրվարի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ իրենք չեն խնայում անգամ իրենց թիմակիցներին։ Իսկ Վահագն Վերմիշյանը երբեք չի եղել
քաղաքական իշխանության թիմ, քաղաքացիական պայմանագրի ամբողջ համակարգի մաս, չի մասնակցել իշխանափոխության գործընթացներին։ Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը բարձրացրել է գործիչ շրջանակում ձեռք բերված ապացույցների օրինականության հարցը։ Պաշտպանը պնդում է, որ հեռախոսազրույցների գաղտնալսման եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների իրավասությունը սխալ է սահմանվել։ Ըստ նրա, դրանց պետք է իրավասություն տար ազգային անվտանգության ծառայությունը, ոչ թե կոռուպցիայի կանխարգելման վարչության ղեկավարը, ինչի հետևանքով ապացույցները իրավական ուժ չունեն։ Նախնական տարբերակում Վահագն Վերմիշյանին մեղսագրել էին կաշառք, որի առավելագույն պատասխանատվությունը 8 տարի էր։ Վահագն Վերմիշյանը վերջնական դատապարտվեց 8 տարի ազատազրկման, եւ սա կարծում ենք հենց Փաշինյանի այդ մեսիջն էր կառավարության նիստին, որ պատիժը պետք է լինի առավելագույնը։ Ընդ որում դատավոր Մնացական Հարությունյանը, Վերաքննիչ դատարանում դատավոր Կարեն Ամիրյան, Արմեն Հովանիսյան, Մեսրոբ Մակյան, ես երբևէ այդպիսի միտում չեմ ունեցել եւ քննադատապար եմ մոտեցել դատավորներին պիտակավորելու լավի կամ վատի, բայց բոլոր դեպքերում նրանք բոլորն էլ չափազանց կոպտորեն խախտեցին քրեադատավարական բոլոր ընթացակարգերը, ոտնահարեցին Վահագն Վերմիշյանի բոլոր դատավարական իրավունքները եւ ապահովեցին առավելագույն պատիժ։ Մինչդեռ ամեն ինչ այն աստիճան ակնհայտ էր, ասում են $5,000 կաշառք է ստացել։ Եվ սա այն պարագայում, երբ գործով հենց մեղադրանքի կողմը ապացուցել էր, որ Վահագն Վերմիշյանը գնել էր անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեդալները, դրանք նվիրել էր թանգարանին, թանգարանը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, տեսահոլովակ էր պատրաստել, հրապարակել եւ շնորհակալություն էր խնդրել։ Եվ սրա մասին իմացել էր Գագիկ Քալեստյանը, Շինարարների միության նախագահը, ով Ջիմ Թորոսյանի ամենամերձավոր մարդն է եղել եւ հորպես է վերաբերվել Ջիմ Թորոսյանին, գաղտնալսման մեջ դա կա, որ ասում է սա միայն քո գործը չէր։ Սեղանին ծրարով գումար է դնում եւ դուք պատկերացնում եք մի պաշտոնյա, որ կաշառք է ստանում, պայմանավորվածություն կա կաշառք ստանալու եւ գումարը դնե սեղանին, հրի հետ ասի պետք չի Գագիկ, հա, իսկ մենք ունենք տեսաձայնագրություն, հա, որ դնում է սեղանին գումար, ասում է սա միայն քո հարցը չէ, Վահագն Վերմիշյանը հրում է գումարը, ասում է Գագիկ դրա կարիքը չկա։ Եվ Սա է ինչ պետք է իմանալ Վահագն Վերմիշյանի մեղադրանքի մասին։ Վահագն Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար։ Փաստաբանի պնդմամբ իր վստահորդը զբաղվել է շենքի նախագծմամբ, ճարտարապետական գործունեություն է ծավալել, ինչն իրենից ենթադրում է ստեղծագործական աշխատանք։ Եվ եթե ընդունենք անգամ, որ Վերմիշյանը զբաղվել է այդ աշխատանքով, ապա դա որևէ կերպ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի խախտում չի կարող համարվել։ Մեր պաշտպանական վարկածն այն էր, որ նախ չի զբաղվել, բայց եթե զբաղվել էլ, դա չէր հանգեցնի հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի պահանջների խախտման, որովհետև սա ստեղծագործական աշխատանք էր եւ ամբողջ ծավալով տեղավորվում էր դրա տակ։ Եվ գիտեք ինչպես է, ուրիշի վաստակը չափելը շատ վատ զբաղմունք է, բայց մի պահ եկեք հասկանանք, հա, ով է Վահագն Վերմիշյանը։ Վահագն Վերմիշյանը անձ է, ով ժամանակին իր ենթակայության տակ ունեցել է 600 ճարտարապետ, հա, իր ղեկավարած հիմնադրած ընկերությունը։ Սուդանում քաղաքներ է կառուցել Վահագն Վերմիշյանը։ Ռուսաստանում հատուկ նշանակության շենքեր է կառուցել Վահագն Վերմիշյանը։ Այսինքն ֆինանսական խնդիր Վահագն Վերմիշյանը ըստ էության երբեք չի էլ ունեցել, որ գար զբաղեցներ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը եւ զուգահեռ դրան զբաղվեր շենքերի նախագծմամբ։ Քրեական գործով կար նաեւ Ջոն Ֆարխոյանի հետ կապված կաշառքի դրվագ, մեղադրանք, որը 5 տարի հետապնդումից հետո, այսպես ասած, հոդս ցնդեց։ Նախ իրենց ընկերությունը տասնամյակների պատմություն ունի Ֆարխոյանի եւ պարոն Վերմիշյանի։ Ինչ վերաբերում է այդ դրվագին, ապա
Գիտեք ինչպես է, տարօրինակ է, որ գործընկերները մեղադրանքի կողմից եւ դատանից այստեղ փորձել էին հանցակազմ տեսնել։ Չնայած արդարացվեց այս դրվագով, բայց 5 տարի հետապնդվել է անձը, պետք է սրա մասին խոսել։ Վահագն Վերմիշյանը դիմում է Ջոն Ֆարխոյանին, ասում է քարտը իր մոտ չէ, կնոջ մոտ է, շատ շտապ պետք է Սլովենիա որդուն գումար ուղարկի։ Գումար է խնդրում, Ֆարխոյանը գումարը տալիս է եւ ժամանակագրական առումով դրանք համընկնում են։ Նաեւ փոխանցում է արկա Սլովենիա որդուն։ Եվ այստեղ կաշառք են տեսել, հասկանում եք, եւ բոլոր մեղադրանքներն են այսպիսին կառուցված շինծ ու վարկաբեկման վրա հիմնված, հա։ Բացի այդ, Կոչուբաևը շարունակում է հերքել այն պնդումը, թե Չեռնիկովան չի աշխատել, նշելով, որ նա ներգրաված է եղել կոմիտեի խոշոր նախագծերում, իսկ Վերմիշյանը պարզապես կատարել է հանձնարարություն առանց անձնական շահի։ Հիշեցնենք, որ դատարանում Վերմիշյանը շարունակել է պնդել իր անմեղությունը, նա նշել էր, որ Չեռնիկովան եղել է բարձր որակավորմամբ մասնագետ։ Ըստ Վերմիշյանի, իրեն փորձում են ներգրավել քաղաքական ենթատեքստով կառուցված գործի մեջ, որը հիմնված է ոչ թե իրական հանգամանքների, այլ ենթադրությունների վրա։ Մենք ամբողջ գործի քննության ընթացքում ասում ենք տվեք Չեռնիկովայի համակարգիչը եւ մենք ձեզ կասենք թե ինչով է նա զբաղվել, բայց ֆորմալ առումով դատավարական աճպարարության են դիմել, առանձինացրել են Չեռնիկովայի վարույթը, ասում են համակարգիչը այն վարույթում է մնացել եւ մենք չենք կարող։ Ասում ենք լավ, բա մենք ինչպես ասենք, թե ինչ նախագծերի վրա է աշխատել Նատալիա Չեռնիկովան, եթե չեք տալիս համակարգիչը։ Եւ զրկվել է այս ամեն ինչից, բոլոր իրավունքներից։ Նշան ստացել 30 տարի։ Իմ միակ հանգիստը որոշ է։ Չեռնիկովան իմ ձեռքի գործիքն է եղել։ Հասկանում, որ ասեն գիրքը գրում են, մեկը, ասեն ես իմ տպելու ունակություն ավելի նանդար, քան թե մարդունը, չէ, իմ մի ավելի արագ աշխատում, քան իմ ձեռքի գործիքն է եղել, որ ասել եմ սա արել է, վերել եմ դա եւ այդ process-ը ես եմ արել, Նատալիա Չեռնիկովի ձեռքին։ Մենք մշտապես ընդգծել ենք, որ այս գործը ունեցել է բացառապես քաղաքական մոտիվ եւ սպասարկել է այդ շահը։ Եվ ներկայումս բարեբախտաբար մենք ունենք այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն են տալիս պնդելու, որ թիմային աշխատանքը իր պտուղները տվել է։ Դատավարությունների շղթան Վահագն Վերմիշյանի դեմ չդադարեց։ Պաշտպանական կողմը ի թիվս այլ գործերի բողոքարկել է նաև Վերմիշյանին աշխատանքից ազատելու ոչ օրինաչափ որոշումը, ինչը քննվեց ընդհուպ մինչև սահմանադրական դատարան։ Փաստաբանի խոսքով սահմանադրական դատարանը ուղղակի խայտառակ որոշում կայացրեց սույն գործով, ինչին ի պատասխան գործը հասավ եվրոպական ատյաններ։ Երբ նա աշխատանքից ազատվել էր, մեր կողմից ազատումը բողոքարկվել էր վարչական դատարան, առաջին ատյանը մերժել էր, վերաքնիչ վարչական դատարանը անհասկանալի պայմաններում բավարարեց բողոքը, բայց ոչ այն փաստական տվյալներով, որոնք մենք էինք պահանջում, բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվեց, կասեցվեց քննությունը, ուղարկվեց սահմանադրական դատարան, դատավոր Վահե Գրիգորյանն էլ սահմանադրական դատանի տվեց այնպիսի մի խայտառակ որոշում սահմանադրական դատանի, ըստ որի միայն վարչապետի հայեցողությունը բավարար է, որպեսզի վարչական պաշտոն զբաղեցնող անձը ազատվի իր պաշտոնից։ Դրա դեմ բերված մեր գանգատը եվրոպական դատանը նախնական կոմունիկացիայի է ենթարկել, այսինքն ամենայն հավանականությամբ տեսանելի ապագայում մենք նաև կունենանք եվրոպական դատանի արձագանքը Վահագն Վերմիշյանի աշխատանքից ազատման վերաբերյալ։ Չպետք է մոռանալ, որ նաև խափանման միջոցի վերաբերյալ էր Վահագն Վերմիշյանի կալանավորման դեմ գանգատ ներկայացվել եվրոպական դատան եւ սա եւս քննարկման մեջ, այսինքն մերժում չունենք եւ բոլոր դեպքերում սա ինչ է ցույց տալիս, որ չհանձնվելը,
ռազմավարական լուծումներ ունենալը, գործի ստրատեգիական պլանավորումը, ինչու ոչ մեդիայի հետ ճիշտ կառուցված աշխատանքը եւ մեդիայի կողմից ճիշտ լուսաբանումը տալիս է իր պտուղները եւ սա է պատճառը, որ ես զրույցի սկզբում նշեցի, որ ես այս հաջողությունները չեմ շտապում վերագրել փաստաբանական թիմին, որովհետեւ եթե չլիներ այն հասարակական լայն արձագանքը եւ այն հասարակական ճնշումը, մենք այսօր այս իրավիճակը չէինք ունենա։ Իսկ երբ մենք կարող էինք ունենալ հասարակական լայն արձագանք եւ ճնշում, երբ որ պատշաճ լիներ լուսաբանումը։ Այսքան տարի անց բացահայտումներ, որոնց մասին պաշտպանական կողմը միշտ էլ բարձրաձայնել է, սակայն դրանք այսօր առավել քան ակնհայտ են։ Ինչու հենց Վահագն Վերմիշյանը, քաղաքական թե անձնական դրդապատճառները դարձան քրեական այս հետապնդումների հիմնական պատճառը։ Փաստաբանի խոսքով Վերմիշյանի նկատմամբ սկսված եւ արդեն գրեթե ավարտված գործերը խոսում են այն մասին, որ Վերմիշյանը ցանկացել է բացահայտել լուրջ կոռուպցիոն հանցագործություններ եւ քանի որ այդ տեղեկատվությունը տարածվել է, շահագրգիռ անձինք ձեռնարկել են միջոցներ կանխելու այդ բացահայտումները։ Դա երևի թե հետաքրքիր հարցադրումն է, ինչու Վահագն Վերմիշյանը։ Պարոն Վերմիշյանը անձ էր, ով հայտնվել էր ծառայելու իր երկրին, բայց ակամա հայտնվել էր կոռուպցիոն ռիսկերի դիմաց։ Ինքը չէր թողում, որ այդ կոռուպցիան նախ զարգանա եւ խոչընդոտում էր, որովհետեւ կար հարցեր, որ ինքը պետք է ստորագրի։ Վերջին պիկային կետը, որը հանգեցրել էր ըստ էության ձերբակալման, Վահագն Վերմիշյանը վերլուծություն էր կատարել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծմող ցեմենտը ինքնարժեքից ավելի էժան է հասնում Հայաստան, այսինքն պայմանական ինքնարժեքը 100 դրամ է, Հայաստան գալիս էր 50 դրամով։ Ժամը 11-ին, նկատեք, հեռախոսակապ է ունենում Տիգրան Խաչատրյանի հետ, այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար, հիմա փողվարչապետ, ասում ժամը 4-ին արի հանկարծակի գնանք ու ստուգենք ինչ են իրականում ներմուծվում ցեմենտի անվան տակ, ժամը 2-ին ձերբակալվում է Վահագն Վերմիշյանը։ Այսինքն, ընդ որում, եթե մենք հետագան արդեն հիմիկվա կոնտեքստից պարզ է, չէ՞ որ եւ թմրամիջոցների ներկա տարածվածությունը եւ մեկ ամբողջական ֆուր թմրամիջոցի կորուստը, հա, ուր է։ Այսինքն վերջերս խոսվեց, որ 750 տոննա կամ կիլոգրամ թմրամիջոց էր մտել հանրապետություն եւ չկա։ Եվ Վահագն Վերմիշյանի կասկածը հենց միտված էր դրան, որ ներմուծվում էր այլ փոշի, ոչ թե ցեմենտ։ Բայց ինչու նրան ձերբակալել հանկարծակի ստուգումից առաջ։ Եվ նաև նկատեք, որ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը նրա պաշտոնի նշանակման առաջին իսկ օրվանից եղել է գաղտնալսման տակ։ Այսինքն ֆորմալ հայտարարում են, որ եղել է հանցափաստի կասկած, բերել ենք, տեղադրել ենք, որ հետևենք, բայց գործընկերները ԱԱԾ-ից մի բան էին բաց թողել, որ կադրերում կար բազմոց, որը Վահագն Վերմիշյանը նշանակման առաջին իսկ օրը փոխարինել էր նոր բազմոցով, մինչդեռ իր պաշտոնավարումից 1 տարի անց իբր թե իրականացված կադրերում այդ բազմոցը երևում է։ Դատական գործընթացը շարունակում է մնալ իրավաբանական հանրության ուշադրության կենտրոնում։ Վահագն Վերմիշյանի գործը վերածվել է համակարգային խնդիրների քննության, պետական պաշտոնյաների լիազորությունների սահմաններից մինչև ապացույցների ձեռքբերման մեխանիզմներ։ Մեկ անձի դեմ հարուցված քրեական գործը այսօր արդեն ունի խոր քաղաքական եւ իրավական նշանակություն, դառնալով նախադեպ, որի հանգուցալուծումը կարող է ազդել նաև այլ պաշտոնատար անձանց գործերի եւ համբավի վրա։